որևէ տեղացի լինելը հայերի մասին է խոսքը, վատ իմաստով օգտագործողի մաման։ Դատարկ հասկերն են, չէ, այսպես տնկված։ Քեզ թվում է այդ ղեկավար լինելը մենակ սև մեքենա նստել իջնել, հետ էլ չես կարող անես, ֆիզիոնոմիա թույլ չի տալիս։ Ինքը աղոթքի հակառակ կողմից է մոտեցել։ 18 թվին կորցրել ենք իշխանություն, հիմա պիտի իշխանություն ձեռք բերենք։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Դավիթ Ամալյանին։ Բարև ձեզ, պարոն Ամալյան, շնորհակալ ենք մեզ զրույցի հրավերը չմերժելու համար։ Վերջին տարիներին տեսնում ենք, որ բավականին շատ է թիրախավորված հայ առաքելական եկեղեցին, վերջերս էլ տեսանք, թե ինչ բառամթերքով անդրադարձավ հայ առաքելական եկեղեցուն, հոգևոր դասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչի մասին է սա խոսում եւ ինչ նպատակով է արվում, խնդրեմ ձեր գնահատականը։ Եկեղեցու հանդեպ ամեն ինչ որ տեղի է ունեցել 1975 թվականի հունիսի 1-ին, ինչ որ մեկի առաջացման, որը ծնունդ չէ, առաջացում։ Եվ իր գոյությունը առացարակ, երբ որ տգիտության մարմնավորումը որոշումը առաջ ընկնել, ինքը ինքնին դառնում է վտանգ։ Այսինքն կարիերիստը, երբ որ դատարկ է լինում, դա ամենամեծ վտանգավոր բանն է։ Սովորաբար կարիերիստները մեծ հաշվով դատարկ են լինում։ Երբեմն լինում են մարդիկ, որ գիտակցում են, որ առաջ գնալու համար կրթվել է պետք։ Այսինքն կարդալ է պետք, ինտելեկտը լցնել է պետք, լիքը բաներ է պետք, լեզուներ է պետք։ Միայն ապուշություններ գրելով չեն դառնում լրագրող եւ լրագրողից որոշում դառնալ մի հետաքրքիր հումորային դիպված պատմեմ։ Մի անգամ էլի հեռուստահաղորդման ժամանակ անդրադարձել եմ, բայց ոչինչ այնպես չի, որ բոլորը նայում են։ Մի դհոլչու ասում են, եղբայր գործ կա, կարող ես օգտակար լինել, ասում է իհարկե։ Գնում է, որ դե ինքը նվագի, փող աշխատի, բայց այնպես վատ է նվագում, որ վերջանում արդեն գործը, ստեգնաշարային գործիքներ նվագողը լարերը հավաքելով այսպես պտտացնելով ասում է եղբայր, որ քեզ ասում են գործ կա, ինչի՞ չես ասում հարմար չի։ Հիմա այնց հետաքրքիր է, մարդու մի վստահ տեսակ կա, որ հիմնականում այդ դատարկ հասկերն են, չէ, այսպես տնկված, դատարկ, դեբիլ հայացքով, այ ապուշ, լավ, այդ ինչա շրջում էր, ինչ որ արել էր։ Եթե մարդ ես Աստված տենց էլի, ինքը կանգներ ասել, գիտեք ինչ, ես նախկին ես իմ ինչերին ուղարկեցի, հիմա ես ի վիճակի չեմ երկիր ղեկավարելու, ես թույլ լրագրող եմ, ես վախկոտ կանացի ղզիկ տղամարդ եմ, ես տվեք մի բան անեմ, կմնամ հերոս, ու իսկապես նույնիսկ այսքան մարդիկ, ովքեր իրան չեն սիրում, այն ժամանակ էլ չեն սիրել, դրանից առաջ էլ սիրել, որն է ինքն սիրելու բան, չենք հետաքրքրվել իրան, բայց այդ ժամանակ կասեի հոփ հալալա, այս մարդը արդեն ինչ-որ քայլ արեց, այ հիմա ինչ-որ, այ ոչ մի բան, դու ոնց կարող էիր դառնալ ղեկավար, քեզ թվում է այդ ղեկավար լինելը մենակ սև մեքենա նստել իջնել, հետ էլ չես կարող անես, ֆիզիոնոմիա թույլ չի տալիս։ Հասկանում եք, ախր ես այդ դատարկի առաջնորդ լինելը արդեն եկեղեցի էլ, ավանդույթ էլ, հիմա ես այն անգամ էլ ասեցի, այս մարդը Նարեկանի Թումանյանին ու Նարդոսին է խառնում, որ ասել էր, որն է ես եմ լսել, ու արդեն առաջնորդ լինելուց հետո, լավ կողքդ մարդ չկա, դու բանասիրական ես սովորել, մթամ, այ բան, բայց ոնց կարելի ասել, ինչ եղավ, թե ինչպես ասել է Հովհաննես Թումանյանը, թե ինչ եղավ, շաքարամանից մի հատ շաքար պակասեց։ Ախր այ բան, ես 4-րդ դասարանին երաժիշտ հալով գիտեի, որ դա Նարդոսն է գրել, եւ առասարակ Նարդոսին Թումանյանի հետ խառնելը, ոնց որ կոնսերվատորիայի ուսանողները Շումանին Բաբաջանյանի հետ խառնեն։ Ծիծաղելի է, դա դեբիլություն է, տգիտություն չի։ Եվ այդ հնարավորություն ունեցող մարդուն տալ առաջնորդ, որը ու մտածել, որ ինքը ինչին արեկացի չի հասկանում, ինչի հոգևոր արժեք չի հասկանում, ինչի աղոթք չի հասկանում, ինքը ինչ հասկանա, ինչ աղոթք, ինքը աղոթքի հակառակ կողմից է մոտեցել, որտեղ մարդկանց համար աղոթքը նաև երկիրն է, իսկ ինքը գրում է երկրի հակառակ կողմը, իսկ տեսեք մեջ ինչ այլանդակություններ է գրում։
Բայց այստեղ ինչ ունի անելու եկեղեցին հոգևոր դասը։ Եկեղեցին, դե գիտեք ինչ, եկեղեցին ամեն դեպքում իր բարձրության վրա պիտի մնա, եկեղեցին նույնիսկ պիտի հեգներ ծիծաղեր ավելի լուրջ, բայց ես կուզեի եկեղեցին առիթից օգտվել խթան հանդիսանալ եւ եկեղեցին մեջ շարժում սկսել հայրենիքում Հայաստանում չէ։ Այսինքն հայրենիք ասածը այն հատվածում ասում երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, իսկ հայրենիքը նրա մշակույթն ու ժողովուրդը։ Այդ մշակույթի մեջ հեղափոխություն մտներ։ Այսինքն դրսի ապրողը, ներսի ապրողը, բոլոր ապրողները հայերը, իրանց մեջ հեղաշրջեին այս թյուրիմացությունը, իրանց մեջ էփեին ու ստեղծվեր նոր ալիք, որը հնարավորություն կտար իշխանություն ձեռք բերելու։ Հիմա երբեմն որ ասում են իշխանափոխություն, ասում եմ եղբայր, իշխանափոխություն լինում է այն դեպքում, երբ որ ունես մի իշխանություն, գալիս է մյուսը։ Բայց մենք 18 թվին կորցրել ենք իշխանություն, հիմա պիտի իշխանություն ձեռք բերենք։ Իսկ այս արանքում մենք իշխանություն չունենք։ Մենք ունենք ինչ որ Կավ էս 7 տարիները ինչ տվեց Հայաստանի Հանրապետության հպարտականացներին արգին բան տվեց։ Ասել կուզեի որևէ դերական անկյուն լիներ, ասեի ես մի բանը արեցին։ Նույնիսկ ասֆալտի գոյությունը դա օրինաչափություն չի, որտեղ այնպես չի, որ իրանք եկան, իրանք արեցին։ Դրանից առաջ այնպես չի, որ չեր արվում, եւ այնպես չի, որ այդ առածների մեջ նախորդ պայմանագրերի մեջ չկար։ Նույնիսկ դա իրենցը չի։ Չգիտեմ, ինչ կարող եմ ասել, իրավունքապաշտություն է եկել մեկ կողմ, առաջ արենա։ Իսկ իրավունքապաշտությունը մարդկային որակավորման մասով ինքը բառացիորեն քաղցկեղի չարորակ սարկոմայի հասնող բջիջն է։ Մարդկությունը վերացնում է շատ արագ, մարդկային արժեքը։ Մարդը ֆիզիկապես կապրի, երկու ոտք կունենա, երկու ձեռք, աչք կտեսնի, կլսի, բայց ինքը որպես մարդկային որակավորում կմնա բջիջ ուղղակի, ինչպես քպեականների մեծ մասն են։ Որտեղ իրավունք պաշտողը երբեք ծնողի արժեքը չի հասկանա։ Ծնողի արժեքը հասկացողը, որ երեխա չի սիրի, հողուջուր չի սիրի, այդ ամեն ինչը չսիրողը ինչ եկեղեցի, ինչ հայրենիք, ինչ պատերազմ, ինչ մարտնչող ընկեր, ինչ ասպետություն, ինչ գեղեցկուհի, այսինքն նրանք կանանցից էլ բան չեն հասկանում, որտեղ իրանք այդ արժեքին չեն տիրապետում, իրավունք պաշտողը, ես մի ոչխար մի անգամ իմ մեքենայի դիմացը կանգնեց, որովհետև ճանապարհը իրանն էր, ես փորձեցի դանդաղեցնել, որ ինքը անցնի, ես անցնեմ, որտեղ շտապում էի, դեղ պիտի հասցնեի։ Եվ քանի որ ինքը հասկացավ, որ ես իր սեղմած կոճակի լույսի տակ չեմ կանգնելու, կանգնեց մեքենայի առաջ չքայլեց։ Զարմացած նայեցի, ասեց չշարժվեք, մինչև լույսը չփոխի չշարժվեք։ Սա օրինապաշտն է, իսկ ես անօրինապաշտը, երբ որ շտապում էի եւ պիտի քշեի գնայի օրեղբորս տեղ հասցնելու։ Ես ամեն դեպքում այդ կարմիրը չկանգնեցի, իրա վրա բնականաբար բանահյուսական բոլոր հնարավորություններս օգտագործեցի եւ փառքաստու մեքենայից չիջակ, սատկացնեի։ Ինքը անցավ, ես գնացի այդ խախտում նալեցի, որովհետեւ ես չէի կարող սպասել։ Նշեցիք, որ ժողովուրդը պետք էր նորից համախմբվել եկեղեցու շուրջ։ Շատերը սրբազան պայքարից հետո արդեն շատերի մոտ կոտրվել է, հա, այդ ոգին։ Արդյոք հնարավոր է նորից։ Ես այդ կոտրվողներին չեմ հասկանում, գիտեք։ Բայց սրբազան դե հասկանում եմ, երբ որ գալիս էին ցույցերի, տեսնում էին մարդկանց քանակը պակասում է։ Միգուցե քանակն է պակասում է, որտեղ ամեն օր մեկը ասում է լավ էս այսօր, տենց բայց պետք չի հիասթափվել, պետք չի հուսահատվել։ Անիկ ջան, մենք դատապարտված ենք պայքարի մեջ փնտրելու մեր անհոգությունը։ Այսինքն մենք ցավոք սրտի անպայքար անհոգություն չունենք։ Բոլորս երազում ենք անհոգություն։ Ինքս անհոգության համար կյանք կտամ, խաղաղության համար ամեն ինչ արդեն գիտեք, տվել են։ Բայց սա խաղաղություն չի, սա անհոգություն չի։ Իսկ պայքարով հասնել ու վաստակել անհոգությունն ու խաղաղությունը, դա քո գիտես ինչ է, որ մեկ-մեկ երիտասարդ տղա կամ աղջիկ, որ առաջին աշխատավարձով ինչ-որ բան է վաստակում, չէ, ինչ-որ բան է գնում, թե նվեր, թե իրեն, թե ինչ-որ բան, սկսում է շատ սիրել, դա իր առաջին վաստակն է։
ինքը ինչ-որ բան ա արել եւ դրա համար վճարվել ա, որով գնել ա դա։ Ես մեր խաղաղության արժեքը այդքան թանկ է։ Մենք պետք է դրան վաստակենք։ Խաղաղություն վաստակեն ենք, բայց շատ հաղթանակացրեցինք այդ խաղաղությունը եւ կորցրինք, լկստվեց։ Եվ ինչպես նորից ձեռք բերել։ 30 դե հետ բերելու համար տեսնենք ինչի են չենք արել։ Եվ եթե շատերը սոցիալականի են վերագրում, ես սոցիալականի չեմ վերագրում։ Մեր ճոխ միջոցառումները ես միշտ ճիշտ է երկել եմ այդ միջոցառումներին, բայց շատ ճոխ ընդհանրենք հրաշալի միջոցառում էր արվում լավագույն ռեժիսորով, լավագույն կատարողներով, օպերայի դահլիճում բան։ Դրանից մի քանի օր հետո Լաչինի ազատագրում էր, գնում ենք 2-3 գիտարով, բարդերով մի քանի հոգով, որ Լաչինի ազատագրված բանում ազատագրման օրը մի բան անենք։ Շուրջա, եթե անում եք լավ, նախ այդ ճոխությունը բնական, գիտես ինչ, երբ որ բանակը մեր տղան է, անկախությունը մեր տղան է, դրանք մեր տղեկն են, դրանց պետք է շատ սիրես, բայց երես չտես։ Հիմա երկուսն էլ մեկը խռով է գնացել է, մեկն էլ վիրավոր նստած է։ Իսկ հիմա որ գումարի դիմաց բանակից հնարավոր է ազատվել, այսպես ասած, դա ինչ ծրագիր է, Նանիկ ջան, ինչ վտանգներով է հղի։ Դրանով կարող ենք բանակաշինություն ապահովել Հայաստանի համար։ Բանակաշինությունը ես այն ժամանակ էլ հիմա էլ բանակի մասին չեմ խոսում եւ վատ բաներ առհասարակ չեմ ասում, հիմա էլ չեմ ասելու։ Եվ ինչ որ ենք ընդունեն ինչ դա ստված այնպիսի պրոֆեսիոնալ հնարավորություն ունեցող բանակ լինենք, որ իսկապես կամավոր լինի, ով էլ չի ուզում ծառայի գումարով նպաստի բանակի բյուջեին։ Իրանի այդ օրը գա, որ մենք դրա կարիք է, ուղղակի այսօր դրա ժամանակը չէ, այսօր ընդհակառակը սոցիալական առումով չպետք է լինի մի ընտանիք, որի տղան չի ծառայում, մի ընտանիք, որի տղան ծառայում է։ Ես անկեղծ կարող եմ լինել, շատ հնարավորություններ ունեի, որ Վարդանը չգնար ծառայության։ Բայց ես երբեք ինձ թույլ չէի տա այդ հնարավորություններից օգտվել եւ հերթական անհավիրքի զոհը դարձա։ Բայց դա չի նշանակում, որ ես ամենալավն եմ։ Հիմա այն մեկն էլ կարող է ուզում է, որ այդպես չլինի։ Հիմա ես դրա համար դատող չեմ։ Սա բանակ գնալ չգնալու մասն է։ Ինչ վերաբերում է բանակին, նույնիսկ ես ոչինչների ժամանակ ինձ համար բանակը արժեք է։ Կենացների ժամանակ երբեմն շատ եմ ասում, սա իմ համերգի ժամանակ եմ ասում, անկախ ամեն ինչից, ելույթների ժամանակ նշում եմ։ Մենք 3 հիմնասյուն ունենք երկիր պահող, ծնվող երեխեն, ամուսնացող զույգը, պոստպահող զինվորը։ Եվ սրանք անքննելի արժեքներ են։ Այս պահին պոստում զինվոր կա, այս պահին պոստում կանգնած զինվորը ունի իր թիկունքում բանակ։ Եվ մենք դատապարտված ենք այդ բանակը սիրենք, անկախ նրանից նախարարնով, փոխնախարարներնով են եւ մնացածը ովքեր են։ Շատերը այսօր այն կարծիքին են, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանությունը պահելու խնդիր ունի, կորցնում է։ Դուք կիսում եք այս տեսակետը։ Եվ ինչու այս պատկերը ունենք, ինչու մարդկանց մոտ այդ համոզմունքը կա։ Այդ համոզմունքը ցավոտ համոզմունք է, որտեղ երբեմն լինում են խելացի մարդիկ, որ սկսում են մտքերով եւ ամեն ինչով դա ավելի բաց տեքստով ներկայացնել ավելի հասկանալի։ Բայց ես միշտ չեմ ուզում վերջին հույսի վրա մնանք, որ վերջում ինչ որ բան չէ, այդ չափից այրահեղ չեմ ուզում, ես այդքան պեսիմիստ չեմ։ Եվ առհասարակ ես լուսավորություն միշտ տեսնում եմ, միշտ, եթե լույս չտեսնես ապրելու իմաստն է կորում։ Իմ երգերը, որոնք գրվել են 25, 30, 20, 15 տարի առաջ, բոլորին թվում է, թե դրանք Վարդանից հետո, Վարդանից դեպքից հետո գրված երգեր են։ Ցավոք սրտի 25 տարի առաջ գրեթե գուշակությամբ գրել էի երգ, որը այսօրվա իրականությանն ավելի մոտ է։ Թե հասարակական այդ բողոքավոր երգերը, թե սիրային, թե ամեն ինչի մեջ այսօրվա ցավը ավելի ակտուալ է։ Հիմա պիտի ասեմ, որ այս պահին եթե ինչ-որ բաներ ծնվում են դեպի լույսը, դեպի երկնային լույսը, դեպի արևոտ լույսը և հավատում են, որ այդ լույսը կմոտենա և վերջը կվայելենք այդ լույսը և այս չկայացած
բաներից էլ կվերջացնենք։ Ասեմ, հենց ազատվեցինք այս քաղցկեղից, անպայման լավ է լինելու։ Եվ վերջում նաև այսպիսի մի հարց, այս իշխանությունը պնդում է, որ Արցախի ղեկավարությունը վտանգ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետականության համար, հա, Արցախը վտանգի տակ է դնում Հայաստանի պետականությունը։ Ես ասել եմ, թե այդ պատից հայտարարությունը որևէ տեղացի լինելը հայերի մասին է խոսքը, վատ իմաստով օգտագործողի մաման, բազմակետ։ Ես իրենց պես գռեհիկ չեմ, թեպետ թույլ տվեց ինձ այդ հայրանքը, բայց այդ հանցանքը գործողին հասնում է։ Արցախցի կամ Ղարաբաղցի բառը վատ իմաստով օգտագործողը բանի տղա է։ Ոնց ուզում եք նայեք, որովհետև Գյումրեցի Վազգեն Սարգսյանի խոսքը, ասում է Ռոբերտ Քոչարյանին մեղադրել նրա համար, որ ինքը Ղարաբաղցի է, այդ հավասարան թե ինձ մեղադրեն, որ ծնվել եմ չորեքշաբթի օրը։ Այդքան անհետ մարդը ոնց կարող է լինի, որ հայ լինելուց բացի որևէ տեղացի լինելը սկսի տեղայնացնել եւ ինչ որ որակավորումներ տալ։ Հա, որ արցախցիները իշխանության են եղել, կարող է կողքից մի քանի հոգի որպես իշխանություն օգտվել են, վատն էլ կա, լավն էլ կա, գյուղ չկա, շուտ չլինի։ Եղբայր, ոնց կարաք արցախցին կամ ղարաբաղցին ու հեգնանքը վարել ղարաբաղցիները աննասուն, ոչխար, ղարաբաղցիները թքեն վրներ հետ, ովքեր որ այդպես բան եք ասում, ինքս Ալաշկերտցի եմ, բայց դա ինչ կապ ունի։ Ես հոգնում եմ այդ ավելորդ գոյացություններից, որոնք կարան որևէ տեղացի լինելը վատ բան ասեն։ Դա, այսինքն, հայ վերջին Նժդեհի ասած հայ տականքն է, էլի։ Իսկ շահեց Հայաստանը Արցախի կորստով։ Ինչ շահեց, վարը։ Այսինքն ոնց կարա շահի, ոնց ինչ շահեց։ Կարոտ է շահի, կորստա ցավա շահի։ Բայց ցավից էլ չի հասկանում։ Անհատին որ ցավ են տալիս, անհատին ցավը սկսում է բանով գործիքով քանդակել։ Վերջում մարդը ծնվում է, որ ցավով ու բանով հավասար գործիքներով քանդակվի մինչև ինչ որ բան դառնա։ Իսկ երբ որ այս ընդհանուր ժողովրդին ցավը տրվում է, սրանք չեն հասկանում, ոչ Եղեռնից բան հասկացան, ոչ այս Արցախի կորստից, ուսան շարունակում են։ Եվ մեկը եւ մյուսը հերքում են։ Դեռ հիմա նայեք ինչքան հայրենիքներ են գրելու մեր խոսակցության տակ։ Ու նայում ես ոչինչներ, ոչ մի բաներ։ Մեկը ախր ծիծաղելի է, մեկը գրել էր ինձ, ինչ էր գրել, սպասի հիշեմ։ Ասում է, հա, դու քո համերգների ժամանակ մեռար Նիկոլին գովելով, Նիկոլի տարասխալներով, վատ հայերենով, սխալ դեպտես բաներ գրողները պետք է անասուն լինեն, էլի։ Այդքան գովում էր, հիմա էլ Նիկոլի դեմ ես խոսում։ Այ ոչխար, այ ոչ մի բան, ես Նիկոլին չեմ ճանաչել, չեմ էլ ուզեցել ճանաչել, որ գող ու դժգոհ է։ 2003 թվականից այդ իր ղժղժությունը հիշում եմ ու չէի սիրում, վատ բան է իրան ասում միշտ։ Հետո երբ որ եկավ իշխանություն, նույնիսկ պատմվածք ունեմ գրած, որ վադապրավոդչիկը Տաուշեցի, որ տենց է կոչվում, էլի, որ ոնց է Տրուբեկի վրա գործանելուց մի հատ դպրտում բան գտնում, սեղմում է, որ պոկիկ ձեն է անում, վերում ատուն պահում է, տենց վերջ հետաքրքիր պատմված, հումորային մի քիչ, բարբարով։ Այսինքն ես այդ մարդուն ոչ ճանաչել եմ, ուզեցել եմ ճանաչեմ, չի դիսի եկամ, ամերգին իր անունը տայ։ Ամերգի, եթե իր անունը պետք է եղել տալու, ուրիշ բանի համար են տվել։ Բայց ինքը այնքան վստահ էր գրել, նույնիսկ կասկածեցի, ասում կարող է մի ամերգ եղել, քեֆս լավ է եղել, լավ բան եմ ասել, չեմ հիշում։ Այնքան բան են, այնքան անիմաստ, այդ ասեկոսեների վրա հիմնված, բամբասկոտ, չարամիտ, ասում եմ իմ դառը ինձ հերիք չէր, են հարևանս է BMW առը։ Նյութի համար մեկը մեկի մահը ցանկացող ազգ ենք դարձել, ազգ չէ, ժողովուրդ, խսիր։ Ազգը որտև լավն է, ազգը Սրբազանի կողքը կանգնած քայլող է, որ Իջևանից մինչև ստեղ քայլելով եկավ ազգը այդտեղ։ Եվ ազգը էլի կշատանա, ազգը տոկոսով ցավոք սրտի այսօր քիչ է, բայց կշատանա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մենք զրուցում ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի հետ։